Պարոն նախագահ, Ռուսաստանում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների ֆոնին Փաշինյանը հայտարարում է, որ արտահանման համար հնարավոր է օգտագործել Ախալքալաք Կարս երկաթուղին, այդ թվում նաև դեպի Եվրոպա։ Ձեր կարծիքով սա իրական լուծում է այդ խնդրին եւ արդյոք Հայաստանը կարող է այդ կերպ շրջանցել ռուսական, այսպես ասած, պատժամիջոցները։ Իսկ դու ինչ ունես Եվրոպա արտահանելով։ Այդ դեպքում կառավարությունը պետք է ասի հետևյալը. Ժողովուրդ ջան, մենք այս դժվարությունները տեսնելով պայմանավորվել ենք Եվրոմիության հետ, որ մեր ամբողջ գյուղարտադրանքը կարտահանվի Եվրոմիություն։ Ասում են դա։ Ոչ։ Հիմա 98% գյուղ արտադրանքի արտահանվում է Ռուսաստան։ Արտահանվող ծավալ է։ Ավելի քան 90% գինիների եւ ալկոհոլի արտահանվում է Ռուսաստան։ Բացեք Եվրոպայի դուռը, ցույց տվեք այդ կոմունիկացիաների հնարավորությունը, որ մենք հասկանանք։ Բացի դատարկ խոսակցությունից, տակը, առարկայական բան ունեք թե չունեք։ Չեն ասում։ Այդ ճանապարհի հետ կապված ինձ մի քիչ զարմացնեց այն հանգամանքը, որ նույնիսկ քարտեզով ցույց են տալիս այդ ճանապարհը։ Ուրեմն Հայաստանից միջև Ղարս մոտ 150 կիլոմետր է, սենց գնում են Թիֆլիսով պտտացնում, բան 600-700 կիլոմետր ավելացնում են եւ սա ասում են որպես սենց մեծ ձեռքբերում։ Քանի տարի է, ինչքան ժամանակ է խոսում են Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացման մասին։ Ինչ եղավ այդ երկաթուղու բացումը։ Խիեք Թիֆլիսով գնում Ղարս, Ախալքալակով։ Եվս բացատրությունը չկա։ Ուրեմն երկու հանգամանք։ Առաջինը լավ է թե վատ է, երբ այդ հնարավորությունը բացվել է լավ է։ Ես չեմ ասում որ վատ է, շատ լավ է։ Ավելի լավ կլինի որ նաև ուղիղ երկաթուղային կապը բացվի Թուրքիայի հետ։ Ավելի լավ կլինի ես կողջունեմ միայն։ Ուղղակի ստեղ պետք է լինելու հասկանալը որ մեր գյուղատնտեսությունը պետք է պաշտպանվի, հակառակ դեպքում մեծ խնդիր ենք ունենալու եւ երկրորդը այդ որ բացվեց դու ինչ ունես այդ ուղղությամբ տանելու Թուրքիայի հետ մենք գյուղատնտեսության առումով մրցակից ենք դու ոչ լոլիկ, ոչ ծաղիկ, ոչ էլ վարունգ չես կարողանալու անես ծախես դու հակառակն է գալու Ուրեմն այստեղ ես ողջամտության բան չեմ տեսնում, նշուրել չեմ տեսնում ավելի շատ քարոզչական այսպես ասենք քարտեզ հրապարակելու միջոց էր ոնց որ տրիպը